Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ըստ էության առանց անուններ նշելու սահմանում է պետության պատասխանատվությունը։ Իրավական, քաղաքական եւ բարոյական իմաստով սա նշանակում է մեկ բան. 2008 թվականի իշխող վերնախավն ամբողջությամբ պատասխանատու է պետական մեքենայի կազմակերպած սպանությունների, խոշտանգումների, ապօրինի կալանավորումների եւ դրանց բողոքարկման համար։ Ժողովրդավարական պետությունները վաղուց անցել են նման փորձությունների միջով եւ ձևակերպել մի շատ պարզ սկզբունք։ Այն երկրները, որոնք առերեսվել են ժողովրդավարության, սահմանադրական կարգի եւ պետական հիմքերի դեմ գործած հանցագործությունների հետ հստակ պատասխանել են։ Մարդասպան ռեժիմները չեն կարող իշխանության վերադարձի իրավունք ստանալ, չեն կարող վերադառնալ եւ պետությունից մեզնից թալանած փողերով մասնակցել ժողովրդավարական գործընթացներին, վերադառնալու եւ ժողովրդավարությունը ջախջախելու եւ մեր ապագան կործանելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Չեխիան, Ռումինիան եւ Մոլդովան ուղղակի ապացուցում են այդ իրողությունը։ Այս բոլոր օրինակներում կա մեկ նույնական տրամաբանություն։ Պետությունները հստակ անուններ են տալիս ժողովրդավարության եւ պետության թշնամիներին եւ անհնար դարձնում նրանց քաղաքական ռեինկարնացիան եւ ռեաբիլիտացիան։